Պարոն Փաշինյան, դուք նախորդ մեր հարց ու պատասխանի ժամանակ ասացիք, որ վեհափառը անվտանգության սպառնալիք է, ձեր թիմակիցներն էլ ասում են մայրաթոռն են ազատագրելու, հարցս հետևյալն է, երբ եք պատրաստվում պայքարել իրական սպառնալիքների դեմ, երբ կազատագրեք Սև լիճը, Իշխանասարը, Ներքին հանդում և Վարդենիսում հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքները, եթե ասելու եք, որ սահմանազատման գործընթացը ցույց կտա, ապա դուք այդ տարածքները վիճելի եք համարում, և որպես կառավարության ղեկավար, ինչպես եք ձեզ զգում, երբ Հայաստանի ժողովրդի շահերից միջազգային մամուլում խոսում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը, այլ ընդդիմադիր գործիչը, Վերջերս Արման Թաթոյանը Washington Times պարբերականում ծավալուն անդրադարձ կատարել օկուպացված տարածքների մոռացության հարցի վերաբերյալ, նախ խնդրում եմ այս հարցերին պատասխանեք և երեկ եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողները, քանիսի հետ որ ես հարցազրույց էի անում, ինձ խնդրում էին ցանկացած պաշտոնյայի, այդ թվում ձեզ տեսնելիս հարցնել, ինչու էր Ալիևից շնորհակալ Վահագն Խաչատուրյանը և արդյոք այդ պաշտոնյաները, ում հարցը կուղղեմ, հետևաբար հիմա ձեզ եմ ուղղում, դուք էլ եք շնորհակալ երախտապարտ Ալիևին, այսքանը։ Նախ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը արտահայտել եմ և մասնավորապես եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին կամ քննադատենք, էլ չեմ ասում, որ դատապետենք։ Երկրորդը, եթե որոշում է կայացվել, դուք հիշում եք, տարիներ չէ, բայց ամիսներ Հայաստանի մամուլը և հանրությունը և քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր Վագիվ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, Վիգեն Էուլակչյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, երբեմն խոսքեր գնում նաև մեր մյուս վերադարձած եղբայրների առողջական վիճակի ծանր լինելու մասին, բայց Վագիվ Խաչատրյանի դեպքում հիմա վերադարձել է ծանր վիրահատությանը ենթարկվել և Հայաստանի հանրությունը ամիսներով մտահոգություն էր արտահայտում, խնդիր էր առաջադրում, հիմա եթե այդ խնդիրը լուծվել է, այսինքն առնվազն պարզ չի, կա դժգոհություն, ես այդ եմ ուզում հասկանամ, որ Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է։ Եվ այդ թեման, ես կարծում եմ մենք մեկ ընդմիշտ պետք է փակենք, որովհետև մենք Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը և այդ թեման ինձ համար փակված է և ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ, որ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի և ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, ներողություն, և եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն, այսինքն ես կարծում եմ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ասի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անի, ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետևաբար ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է, եւ դա մի խոսույթ է, որը օգտագործվել է այո
մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու եւ դրանով մեր պետականության կայացումը եւ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած տարածքներին, ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ, ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի process-ի շրջանակներում եւ համոզված եմ, որ կլուծվի։ Ես հստակ մի րոպե կսպասեք։ Իմ ուղերձը կարդացեք, որպեսզի բանավոր տեքստերը տարընթերցման չի ենթարկվի, այնտեղ հստակ գրված է օկուպացված տարածքներ։ Ներողություն, Արման Թաթոյանի հետ կապված չպատասխանեցի։ Համեցեք հաջորդ հարց։